Այս դեպքի մասին ես ընդհանրապես մոռացել էի, բայց քանի որ ինձ հիշեցրեցիք, որոշեցի ձեզ հետ կիսվել։ Դեպքը տեղի է ունեցել այն տարիներին, երբ գիշերը քնած հային կացնով Ռամիլ Սաֆարովը սպանել էր։ Այն հիվանդանոցում, որտեղ ես եմ աշխատում, մի այլ բաժանմունքում աշխատում էր ազգությամբ ադրբեջանցի բժիշկ։ Ես տեսա, որ ես իր հետ ունեմ հերթափոխներ, հերթապահություններ։ Գնացի մեր գլխավոր բժշկի մոտ եւ ասացի, որ ես չեմ ցանկանում այս Իսանի հետ աշխատել, ոչ ցերեկը, ոչ գիշերը։ Հարցրեց ինչու։ Ես պատմեցի այդ դեպքը, ասացի քնած հային գիշերը սպանել է, գնացել է իր հայրենիք, ստացել է հերոսի կոչում, ստացել է բնակարան, մեքենա եւ ընդհանրապես այս ցեղատեսակը այդպես է մեծանում, այդպես է դաստիարակվում, որ հայ սպանելը դա հերոսություն է։ Սա իրենց ազգային մենտալիտետն է։ Գլխավոր բժիշկը ինձ հասկացավ եւ մեր աշխատանքային գրաֆիկը այնպես կառուցեցին, որ ես դրան ընդհանրապես այլևս չտեսա։ Մի 2 տարի հետո տեղափոխվեց այլ հող, այլ քաղաք եւ չքվեց իմ տեսադաշտից ընդհանրապես։ Այս վերջերս այդ նույն գլխավոր բժիշկը իրար հետ աշխատում ենք եւ զրուցում էինք։ Ինքը ինձ հարցրեց. Դու հետաքրքրվում ես ինչ է կատարվում Հայաստանում։ Նայում ես նորությունները, ասեցի այո։ Ասեց իսկ դու լսել ես ինչ է ասում ձեր Հայաստանի վարչապետը, որ խաղաղություն է, որ բաց սահմաններ են, բարի դրացիական հարաբերություններ են, որ Հայաստանին բանակ պետք չէ, որ խաղաղապահներ պետք չեն, որ այդ ամենի այդ խաղաղության երաշխավորը հենց այն վայրի ցեղերի գլխավոր վայրենին է, այսինքն Ալիևը, որը որ հայերին համարում է թշնամի։ Ինչ ես կարծում այս ամենի մասին, միթե ռեալ է այս մի քանի տարիների ընթացքում, որ դրանք դառնան քաղաքակիրթ ազգ, այսինքն հասկանալով, որ դրանք ոչ անգլիացի են, ոչ ֆրանսիացի, ոչ իտալացի, այլ վայրի ցեղերի ներկայացուցիչ են, միթե դուք ապահով եք զգում, որ այդքան արագ գնում եք այդ խաղաղությանը, այդ բարի դրացիական հարաբերություններին, միթե այդ դեպքում յուրաքանչյուր հայ ստիպված չի լինի գիշերը քնելիս իր բարձի տակ ունենալ մի կացին, քանի որ հնարավոր է, որ այս ցեղատեսակի ներկայացուցիչներից որևիցե մեկը ցանկանա հերոսանալ կամ մտնի մի հայի տուն, մեծից փոքր սպանի ու գնա իր հայրենիքում հերոսի կոչում ստանա եւ իհարկե ոչ մի դատաստան չի լինի։ Դու գտնում ես, որ սա ռեալ է ու ասում է անգամ Եվրոպան Թուրքիայի հետ սահմանը չի բացում։ Քանի որ Թուրքիայում կան նացիստական իրենց ազգային կազմակերպությունները, որոնցից անգամ Եվրոպայում են վախենում։ Եվ այդ նույն գորշգայլերը գիտենք, որ կա նաև ադրբեջանցիների մեջ։ Սրանք տերորիստական կազմակերպություններ են, որոնք Եվրոպայում արգելված են, բայց իհարկե գործում են թաքուն։ Ու հարցնում է, ասում է, ինչ են մտածում ձեր հայրենակիցները այս ամենի մասին, ինչ է սա։ Միթե զգոնությունը այնքան պետք է թույլատնեն, որ հավատան, որ հնարավոր է սրանց հետ խաղաղություն։ Այն էլ առանց խաղաղապահներ, առանց երաշխավոր եւ երաշխավորը հենց Ալիևն է։ Սա այն դեպքն է, հարգելի հայրենակիցներ, երբ ընդհանրապես օտար ազգի ներկայացուցիչը հայ ազգի եւ Հայաստանի իրավիճակը ավելի լավ է հասկանում, ավելի ռեալ է պատկերացնում, քան շատ մեր հայրենակիցներ։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Հնարավոր է արդյոք իրական խաղաղություն այդ վայրի ցեղատեսակի հետ։